այն մեղադրանքները ձեզ ուղված, որ հավելագրումներ արել հեծը դպրոցների վրա եւ ասում է պայուսակներ այդ հավելագրումը։ Մի մոտապես 6 ամսվա ընթացքում 40 թե 50 մարդ են անի աշխատանքից դրա համար։ 30 մարդու հետ կապված եղել է ծառայողական քննություն։ Վերադարձվել է ավելի շատ գումար այդ հավելագրումներով պայմանավորված մեր քննության ժամանակ, քան իրենք են արել։ Հիմա չգիտեմ, ես վերջի 4-5 ամիսը աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով չեմ ուսումնասիրել, բայց մինչև այդ մեր 6 ամսվա ընթացքում նախորդ տարվա ու իրենց մենք հավելագրում ավելի շատ էին գտել։ Հավելագրումը լուծելու միակ ճանապարհը էդի smart հաշվիչներն են։ Դնում ես հաշվիչը ավտոմատ ցույց է տալի բազային։ Դուք պնդում եք, որ առանց հեծի սեփականատերերի իմացության են այդ հավելագրումները։ Այսինքն այսօր հավելագրումներ, շատ հավելագրումներ կան։ Այսօր ուրեմն իր իմացությամբ հավելագրումը արվում։ Եթե իր իմացությամբ է, ուրեմն այդ հավելագրած գումարը գնում է իր տուն։ Դուք տեղյակ չեք եղել ոչ։ Մենք տեղյակ ենք եղել, որ խնդիր կա։ Իհարկե տեղա առաջի օրվանից հեծի ձեռքբերումից մենք տեղյակ ենք եղել այդ խնդրի մասին։ Մի քանի անգամ լրագրողների հետ հանդիպան ժամանակ ես էլ եմ նշել այն ժամանակ, երբ որ կառավարման process-ի մեջ ներգրաված էի։ Ես էլ եմ նշել, որ կա խնդիրներ, մի քանի խնդիրներ կար։ Թեր գրանցում հավելագրում։ Ինչպես է տեղի ունեցել դա։ Մեկից թեր գրանցել են, մյուսին հավելագրել են հեծի Հեծը ոչ մի օգուտ չի ունեցել։ Ունեցել է մեկին թեր գրանցում են, մյուսին հավելագրում են։ Դրա համար գտել ենք smart հաշվիչների համակարգ, որը տարածաշրջանում ունիկալ է։ Ստեղծել են գործարան։ Գործարանը այդ smart հաշվիչները մատակարել է, այսպան 700,000 մարդ smart հաշվիչներով է ստանում իր էլեկտրականության վճարը։ Այդ դրա արդյունքում կորուստներն են նվազել, հավելագրումներն են։ 300,000 մարդ դեռ smart հաշվիչներով չի ստանում։ Այդ իսկ պատճառով կա հավելագրում։ Գնում ես smart հաշվիչներ դնում ես, հավելագրում չի լինում, չես ելնում անպատասխանատու քաղաքական հայտարարություններ անում։